Տիկին Գրիգորյան նոր մեկնաբանելով երեք տեղի ունեցածը Արեն Սիմոնյանը ասում էր իրենք բազմաթիվ գործերի մեջ թաթախված գայլի դիմակով գալիս են ինչ ելույթներ են ունենում նախ ինչպես գնահատեք եւ արդյոք ձեր համար սպասելի էր որ նման այսպես հակազդեցության կարժանանա ձեր հարցը Նախ ես ուզում եմ ձեզ հիշեցնել որ այսօր ուղիղ 7-րդ տարին է ինչ այս իշխանությունը եկել է իշխանության այսինքն ուղիղ 7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում ու 7 տարի անց դեռևս խոսում է որ նախկինում տեղի են ունեցել կոռուպցիոն գործեր բացահայտեք ամեն ինչը ձեր ձեռքում է մուրճը ձեր ձեռքում է մեղը ձեր ձեռքում է բացահայտեք այդ գործերը բայց իրականում 3 տեղի ունեցածը հետևյալի մասին էր 7 տարի առաջ իշխանության գալով այս մարդիկ ասում էին որ մենք եկել ենք կոռուպցիան հաղթահարելու կոռուպցիան արմատախիլ անելու ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ են իրենք թաղված ոտից գլուխ եւ ամեն անգամ երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա այո Նիկոլ Փաշինյանը այսպես ճտիկը միանում է ու սկսում է գոռգռալ որովհետեւ ինքը լավ է հասկանում 7 տարի առաջ եկել ասում էր ժողովուրդ գալիս եմ իշխանության որպեսզի այլևս կոռուպցիա չլինի 7 տարի անց իրենք բոլորը ոտով գլխով այսպես ընկել են կոռուպցիայի մեջ դա է որ իրանց անհանգստացնում է բայց ինչպես է երևում որ կոռուպցիայի մեջ են Տիկին Գրիգորյան ինքը ասում է որ կոռուպցիոն որևէ դրսևորում որով այդ անձը տվյալ անձը կամ գործիչը չքի կարող են գնել իրենց կողքին տեղ չունի հիմա դուք ո՞նց եք պնդում որ իրենք կամ իրենց թիմարկիցները կոռուպցիայի մեջ թաթախված են Շողիկ ջան ձեր ասածը ես վստահ եմ որ դուք հարցու պատասխանը եւ այս վերջի հարցու պատասխանը եւ դրանից առաջ հարցու պատասխանները լսելի նկատած կլինեք, որ ես մեկ դրվագի մասին եմ խոսում։ Բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկ դրվագի մասին եմ խոսում, անիվ հիմնադրամի մասին, որը մեր ժողովրդի հարկատուների հաշվին փաստացի $60 միլիոն մսխում է։ $60 միլիոն չկա։ Ժողովուրդը որ ասում են բանը հերոս հարկատուներ, գումարը վճարեք, ամեն ինչը թանկացրել են։ Մարդիկ վճարել են $60 միլիոն չկա։ 3 տարի ասում եմ քննություն ա գնում, ասում եմ քննության ընթացքում 1 հոգի ներգրաված անձ կա, չկա։ Բայց եթե 3 տարի քննություն եք իրականացնում ու չեք գտնվում գոնե մի մարդ, ով որևէ պատասխանատվություն կարող է կրել, բա դա պոզով պոչով է, ուրիշ ոնց է լինում կոռուպցիան։ Հենց դա է որ կոռուպցիա ու ես ինչքան գնում, այնքան համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ մասնակցություն ունի այդ գումարների վատնման հարցում։ Ինքը ուղիղ մասնակցություն ունի։ Հակառակ դեպքում կրկնում եմ, գոնե 1 մարդ ներգրաված կլիներ այդ գործում։ Դա ուղիղ ցուցում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի այդ գործը որևէ կերպ առաջ չգնա։ Այդ օրինակը իհարկե հայտնի է նաև շատ այդ մասնագիտություններն են գրում, բայց դուք խոսում եք այն շեշտադրումներով, որ դա շատ համակարգված է, շատերն են այդպես իշխանական թիմում եւ այլն, այդ դրանք ուզեի անդրադառնալ, ոնց է համակարգված եւ այդպես համատարած կոռուպցիոն թեմաների մասին խոսում։ Մենք ելույթների մեջ այդ տարբեր դրվագներ իհարկե կնշենք, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել բառացիորեն 3 ինչա տեղի ունեցել։ Մեր հիմնական շեշտադրումները 2 բանի մասին են։ Նախ նորից կոռուպցիա անիվի մասով եւ երկրորդը թե ինչ է տեղի ունեցել Թաղապետարանում։ Երբ Թաղապետը մի քանի օքով ծեծի են ենթարկում բլոգերին, բայց ընդհանուր կոնտեքստը ինչն էր, որ բլոգեր Արտուր Չախոյանը, ինչպես նաեւ Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանը տարբեր բացահայտումներ են իրականացնում եւ վատնումներ են արձանագրում։ Այսինքն կոնկրետ աշխատանք է իրականացվում ԿՊ-ի հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից, այսինքն շինարարական գործունեություն է ծավալվում եւ բացահայտվում, այսինքն բոլորս ձայնագրությունները, տեսաձայնագրությունները տեսնելով կարող ենք հասկանալ, որ այնտեղ կա կոռուպցիոն սխեմա։ Հիմա այդ բարձրաձայնումներից հետո ինչ է տեղի ունենում։ Ոչ թե քննչական մարմինները դատախազությունը գնում են այդ կոռուպցիան բացահայտելու ճանապարհով, այլ գնում են բացահայտողին ծեծի ենթարկելու ճանապարհով, այսինքն բոլոր դեպքերով այսպես կարելի է ընդամենը 2 դեպք ենք մենք մատնանշել 3 ու այդպես համատարած է ես կրկնում եմ այսօր մենք ելույթներ ենք ունենալու հերթով ցույց ենք տալու ինքը վերցնի քաղաքական պատասխանատվությունը նույն մասիվի թաղապետի դեպքով եւ այսպես տպավորվում որ իրենք ձեռքերը լվանում են եւ Արամ Զավենի Սարգսյանի վրա են թողնում այդ պատասխանատվությունը ինչու են թողում նրա վրա որտեղ վախում են որ եթե իրենք ինչ-որ պարտադրեն այդտեղ կոալիցիա կքանդվի Երևանի իշխանության կողմից լինի նոր ընտրությունների
խնդիր կա։ Ես կարծում եմ օբյեկտիվ է, այո, այդ դիտանկյունը, որովհետև ի վերջո Տիգրան Ավինյանը փոքրամասնության քաղաքապետ է եւ իսկապես Արամ Սարգսյանի շնորհիվ է, որ կարելի ասել, որ կարողացել է ձայներ ստանալ եւ բնական է, որ նրա դուրս, այսինքն քաղաքապետի հերացումը կարող է որոշակի քաղաքական խնդիրներ ստեղծել Տիգրան Ավինյանի համար, բայց եւ այնպես չի կարող քաղաքացիական պայմանագիրը պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն չկրել ստեղծված իրավիճակի համար եւ կոնկրետ դեպքի առիթով։ Իրենք ինչքան էլ ասեն, որ դա Արամ Սարգսյանի խնդիրն է, իրենք պետք է այդ հարցը լուծեն, ոչ կոալիցիոն գործընկերներ եք, հետեւաբար դուք ամբողջությամբ կրում եք այդ քաղաքական պատասխանատվությունը նաեւ։ Եվ Ալես Սիմոնյանը եւ Էրիկ Փաշինյանը ամբողջից ասում են, որ մենք մարզեր ենք գնում, մարդկանց հետ շփվում ենք, դպրոցի մասին ենք խոսում, կառուցելու ասֆալտի մասին, բայց մեզ մի բան են ասում, թե ինչու միջև հիմա ստաց չեն Բերթուչեն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դուք եք մարզեր գնում, ձեզ ինչ են ասում։ Մեզ էլ հակառակ բանն են ասում են, ո՞նց է ստացվել այս մարդը Արցախ հանձնել, մեր անվտանգությունն ամբողջությամբ խարխլել, հետո էլ ոտից գլուխ ընկելա կոռուպցիայի մեջ ու շարունակում է իր աթոռին լինել։ Մեզ էլ հակառակն են ասում։ Այսինքն այստեղ խոսել նրա մասին, գիտեք, ես իր այդ հիստերիկ դրսևորումներն իհարկե ինչ որտեղ հասկանում եմ, որովհետև 7 տարի անց իշխանության լինելով ինքը որևէ ձեռքբերում չի կարող ներկայացնել, այն ինչի համար մեղադրում էր Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին ամբողջությամբ շարունակում են նույն բաներն անել, հատկապես կոռուպցիոն դրսևորումներով, եւ եթե չոր հաշվարկով էլ նայում ենք, ստացվել է, որ մի իշխանություն է, որը ինտերվել է իշխանություն Արցախով եւ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ, 7 տարի անց ոչ Արցախ կա, ոչ էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։